Այսօր վաղարավոտից մեկնարկած խուզարկությունների արդյունքում Սրբազան պայքարի և ՀՅԴ-ի աջակիցներ և անդամներ 2 տասնյակից ավելի անձ է բերման ենթարկվել։ Հարկ է նշել, որ այս պահին ձերբակալված են Բագրատ Սրբազանը, Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը, Սովածի ծնող Արա Ռոստոմյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը, Բագրատ Սրբազանի աջակից համախոհ Մոհսեսը, գործարար Տիգրան Գալստյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, բլոգեր Արմեն Ալեքսանյանը։ ԱԱԾ-ն խուզարկել է նաև Վահե Հակոբյանի և Էլիզաբեթ Պետրոսյանի տները, որից հետո կնոջը Էլիզաբեթ Պետրոսյանին տեղափոխել են քննչական բաժին։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին բնակարանի խուզարկությունից հետո եւս տեղափոխել են քննչական կոմիտեի Աչափնյակի բաժին, այնտեղ է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։ ԱԱԾ-ն նաև փորձում է մտնել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի տուն։ Բագրատ Սրբազանի փաստաբանը հայտնել է, որ վերջինիս կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ Սրբազանը հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում մեղադրանքը։ Քիչ առաջ էլ հրապարակվեց, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ եւ իրեր, հայտնել էր քննչական կոմիտեն։ Այս պահին քննիչի որոշումների հիման վրա ձերբակալվել է 14 անձ։